Բարև բոլորին, այսօր ես կխոսամ անիվներից և անվահեծերից։ Կխոսամ, թե ինչպես է պետք ճիշտ ընտրել անվադողեր ըստ ձեր անվահեծերի, ինչպես է պետք ընտրել անվահեծերը համապատասխան ձեր մեքենայի, ինչ պարամետրերին է պետք ուշադրություն դարձնել, կխոսամ մաշվածությունների մասին և այլն։ Երբ որ մարդը գնում է անվադողեր, հիմնականում նայում է չափերին, այսինքն ըստ իր մեքենայի, թե ինչ չափեր է տված, այդ չափերը բոլորս գիտենք, այդ օրինակ էս 255, 45, R20-ն է, ով չգիտի, ասեմ, որ 255-ը դա այս մասի լենքն է միլիմետրերով, եթե ստեղ օրինակ էս մի անվադողի վրա գրած է 235, նշանակում է սա 235 միլիմետր, այսինքն ձեր շփման մակերեսը գետնի հետ 235 միլիմետր է։ Հաջորդ 55 թիվը դա տոկոսն է, այսինքն 235-ի 55%-ը կազմում է այս հատվածը, այս սանտիմետր չի, միլիմետր չի այս երկրորդ թիվը, այլ առաջի թվի տոկոսային հարաբերությունն է։ Շատ հնարավոր է, որ երկրորդ թիվը միտեղ տեսնեք փոքր, միտեղ մեծ, բայց այդ փոքր թվի այս լենքը ավելի շատ լինի, քան մեծ թվինը, որտեղ օրինակ եթե ստեղ գրած լիներ 295-50, ինքը ավելի լայն կլներ, քան ասենք 225-55-ը։ Ու այս R19 կամ R20-ը այդ արդեն ձեր անվահեծերի չափն է։ Բայց մի հատ կարևոր բան կա, որը շատ քչերը գիտեն։ Բացի անվահեծերի ձույմից նաև գոյություն ունի անվահեծի լայնքը։ Այսինքն ձեզ քիչ է, որ դուք իմանաք ձեր բանտաժը կոպիտ ասած 19 ձույմ է, թե 20։ Շատ կարևոր է, որ դուք իմանաք, թե ձեր բանտաժը ինչ լայնություն ունի։ Այդ լայնությունն էլ է չափվում ձույմերով, 7 ձույմ, 7.5 ձույմ, 8, 8.5, այնտեղ կես չափեր գոյություն ունեն։ Եթե բանտաժի մեծությունը 18-19-20-ով է, ապա լայնքը կեսերով է ավելանում։ Ու այդ կեսերը կարան կոնկրետ ձեր անվադողերի տեսքը փոխեն։ Այդ պարամետրը գտնվում է այստեղ։ Ցանկացած անվահեծի հետևը այսենց գրած է 19x8, այս 8-ը 8 ձույմ, անվահեծի լենքն է։ Կախված անվահեծերից լինում է նաև հակառակն է գրած, սկզբից անվահեծի լենքն է գրած, հետո ընդհանուր ռադիուսինը։ Կարաք հանդիպեք, որ գրած է, ասենք 8J18 կամ 8J19, այստեղ կոնկրետ հակառակն է գրած 19x8։ Ու կախված ձեր անվահեծի լենքից ու նախընտրած անվադողերից կարան շատ տարբեր տեսք ունենային։ Այսինքն մի դեպքում կարա անվադողը նստի դուրս, մյուս դեպքում կարա նստի դեպի ներս կամ հավասար։ Ընդհանուր առմամբ միշտ գործարանային անվահեծերը լինում են հնարավորինս նեղ, օրինակ տեսեք, ստեղ 19 ձույմին 8 ձույմ է տալիս, այս որտեվ գործարանային պարամետրերով համապատասխան ակա, հիմնականում 19-ները, եթե դուք խանութից գնեք, լինելու է 8.5, ինչը մի քիչ ավելի ծանրացնում է անվահեծերը, որը շատ թեթև ազդում է ձեր արագացումների վրա, բայց շատ չնչին։ Բայց տեսքի հետ կապված կարա էական փոփոխություն լինի։ Օրինակ, եթե սենց կողքից նայենք, մենք կտեսնենք, որ անվահեծի այս եզրը ու պրոտեկտորի եզրը համարյա իրար հավասար են։ Եթե անվահեծերը լինեին 8.5 ձույմ, ապա անվադողերը անվահեծերի վրա նստած կլինեին մի քիչ ձգած, այսինքն պրոտեկտորները կլինեին դեպի ավելի ներս, իսկ այս պրոշը, այսինքն թեք կիշներ ներքև ու ավելի դուրս կկանգներ անվահեծերը։ Իհարկե շատ մեծ նշանակություն ունի ձեր պրոտեկտորները, ամառային պրոտեկտորներ կան, որոնք ստեղից սենց մի քիչ կլորվելով են գնում, այդ նրա համար է արած, որ շփման մակերեսը մի քիչ լինի, բենզինի ծախսը կչանա ու անվադողերը լինեն մի քիչ փափուկ։ Իսկ տեսքի առումով այդպիսի անվադողերը նայվում են ավելի նեղ, բայց կախված պրոտեկտորից հատկապես ձմեռայինները, իրանք մի քիչ ավելի սենց քառակուսիոտ են։ Ամեն դեպքում անվադողեր գնելիս անվադողերի վրա գրած է լինում, թե ինքը ինչ լենքով անվահեծի համար է նախատեսած։ Օրինակ տեսեք, ստեղ գրած է ստանդարտ ռիմը դե անվահեծն է, գրած է 8/1/2, սա 8.5-ն է, 1/2-ը կեսերն են սենց գրում, այսինքն այս անվադողերը նախատեսած են 8.5 ձույմ անվահեծերի համար։ Բայց տվյալ պահին իմ այս անվահեծերը 9 ձույմ են, այսինքն 29-ի վրա են, ինչի հաշվին անվահեծը մի քիչ դուրս եկած է նստած։ Եթե սենց կողքից ուշադիր նայենք, մենք կզգանք, որ անվահեծի պրոշը ու պրոտեկտորներինը նույն հարթության վրա չեն, մի քիչ հետ են գնացած, բայց այս դեպքում ես ընտրել եմ այնպիսի անվադողեր, որոնց եզրերը քառակուսի են ու ուժեղացված են, ինչի հաշվին բորտերը ավելի դուրս են նայվում, ու իր էսթետիկան չի կորցրել, սենց ավելի հավասար է նստած։ Բայց կան նաև անվադողեր, որոնք իմ ասածի պես մի քիչ սենց սկոր արած
ավելի կոմֆորտ ու էկոնոմ լինելու համար, այդպիսի անվադողերը, եթե իրանց վրա գրած լիներ 8.5, ապա այս 9 ձույն բանտաժի վրա նստելուց լինելու են այսենց թեք։ Տենց բան երևի Տեսլաների վրա տեսած կլինեք, որոշ կոմպլեկտացիաներ Տեսլաներին հենց է սարքած, որ անվահեծը բավականին դուրս է ու սենց ակը լրիվ թեք է նստում։ Նու մարդիկ կան, որ տենց սիրում են, մարդիկ կան չեն սիրում, ամեն դեպքում տեխնիկապես դրա պլյուսը եւ մինուսը հետեւյալն է։ Եթե անվահեծերը դուրս են նստում, իսկ պրոտեկտորները ներս են, ղեկը շարժելուց ավելի արագ է մեքենան ռեակցիա տալու ու դուք ավելի անմիջական կապ եք զգալու ակերի եւ ձեր ղեկի միջեւ։ Բայց դրա մինուսն էլ է, որ բորձուրներին կամ քարերի մոտով գնալուց հավանականությունը շատ է, որ դուք կվնասեք ձեր անվահեծերը։ Դրա համար ես նախընտրում եմ, որ անվահեծը ու անվադողերը նույն լենքի համար նախատեսած լինեն։ Այսինքն ստեղ իդեալական կլիներ, եթե անվադողի վրա ստեղ մեզ մոտ գրածա 8.5, ապա այս 20 ձույն բանտաժներ լիներ 20-ը 8.5-ի վրա, այլ ոչ թե 9-ի։ Բայց պրոտեկտորների հաշվին այդ խնդիրը կոմպենսացվել է։ Լինում են նաև տարբերակներ, որ անվադողերը ավելի լայն են դնում, քան անվահեծերը։ Նու այդ արդեն ոչ թե անվադողերն եք լայնը ընտրում, այլ ձեր անվահեծերն են ավելի նեղ, ու դրա հաշվին սենց ավելի մսոտ բորտեր եք ունենում, որ ավելի ապահով է բորձուրներին մոտիկ կանգնելու կամ քարքարոտ տեղերի վրա անցնելու։ Բացի չափերի եւ լայնքի պարամետրերից նաև շատ կարեւոր է, որ դուք նայեք անվադողերի արտադրման տարեթիվը։ Այդ հիմնականում գրվում է այսենց օվալ նշանի մեջ, սկզբի 2 թիվը էդի արտադրման շաբաթն է, վերջինը տարին, այսինքն ստեղ ինձ մոտ գրած է 48-րդ շաբաթը 24 թվի։ Եթե ինչ տարին ունի 52 շաբաթ, այսինքն այս տարվա վերջի արտադրած 2024 թվի տարեվերջի արտադրանքա։ Ու այս թվերը հատկապես շատ կարևոր են, երբ որ դուք գնում եք երկրորդական շուկայից անվադողեր, հատկապես ձմեռային։ Տեսեք, օրինակ իմ ձմեռային անվադողերը ստեղ 25-րդ շաբաթ 21 թիվ է։ Ձմեռայինի դեպքում կախված բրենդից կա երաշխիք, որ ձեր անվադողերը չեն կորցնում իրենց փափկությունը ու ձյան վրա բռնելու ունակությունը։ Սառուստերի համար դե շիպեր է պետք։ Լավ բրենդային ձմեռային անվադողերը 6 տարի երաշխիք են տալիս, որ ռեզինը չի կորցնելու իր հատկությունը։ Ու եթե դուք երկրորդական շուկայից ձմեռային եք գնում ու տեսնում եք արդեն 6-7 տարեկան կամ առավել եւս 10 տարեկան ակա, կապ չունի, պրոտեկտորները լավն են, լավը չեն, բրենդը լավն է, վատն է, այդ անվադողերը պիտանի չեն ձմեռային շահագործման համար։ Օրինակ Michelin ֆիրման 8 տարի է երաշխիք տալիս իր անվադողերի ռեզինի որակին, մնացած ֆիրմաները լավ ֆիրմաներ, օրինակ Dunlop-ը 6 տարի է տալիս, նույնն էլ Bristol-ը, Continental-ը, իրանք բոլորը 6 տարի են։ Դա բավականին լավ թիվ է։ Մենակ Michelin-ն է 8 տարի տալիս, իսկ մնացածը, այսինքն չինական, կորեական ու հատկապես չինականները, այդ արդեն իմ ու իմ ընկերների անձնական փորձից կարամ ասեմ, որ 2 տարի հետո չինական ձմեռային ակերը կորցնում են իրենց հատկությունները։ Այսինքն սենց ավելի կապրոն են դառնում, սենց չոր, որ սխմում եք, այդ փափկությունը չի լինում։ Հատկապես եթե -15-ին գնաք, ասենք, չգիտեմ, մի 4 տարեկան կամ 5 տարեկան չինական ձմեռային ակը սենց սխմեք, ոնց որ կապրոն լինի, սենց ձիգ քարացած ու բնականաբար դա նորմալ չի աշխատելու ու ձեր մեքենան ձների վրա սահելու է։ Չինական ակերը շատ լավ աշխատում են ամառները, որտեղ իրանք այդ հատկությունը կորցնելու խնդիր չունեն, հանգիստ կարաք մի 4-5 տարի քշեք, բայց ձմեռայինները ես խորհուրդ չեմ տա 2 տարուց ավել վրեքները հույս դնեք, որ իրանք նորմալ կաշխատեն։ Ես ինքս տարբեր ակեր փորձել եմ, 8 մեքենա եմ ունեցել, 25 տարի վարորդ եմ ու ինչ ասես փորձել եմ, ինչ ասես դրել եմ։ Ու այդ ամեն ինչի նաև գումարվել է իմ ընկերների փորձը։ Ու առհասարակ ես ձմեռային անվադողերը երկրորդական շուկայից խորհուրդ չեմ տալիս, բայց եթե դուք գտնեք իրոք մի քանի տարեկան անվադողեր, որոնց պրոտեկտորները իրանց տեղում են ու իրանք չինական չեն, կարելի է օգտագործել։ Բացի դրանից մաշվածության հետ կապված ուշադրություն է պետք դարձնել այս գծերին։ Շատերը այս խորությունն են միանգամից չափում ու ասում են 5-6 մմ պրոտեկտոր կա, բայց ձմեռայինի դեպքում սխալ է հաշվել հենց այն մակերեսից, տեսեք այստեղ sense մի հատ բուրտիկ է դրած, որի վրան գծեր կա։ Ու եթե մաշվածությունը հասավ դրան, այսինքն sense հավասարվեց, այդ նշանակում է այս անվադողերը արդեն օգտագործման ենթակա չեն։ Ու պետք չի նայել, որ այնտեղ ինչ որ խորություններ կա, ու շատերը այդտեղ ուրիշ տեղերով են հաշվում, ասենք այսպես տեղերով, բայց էսի ամառայինն է, ձմեռայինին առանձին է այսպես մետք են, տեսեք
այս օրինակ ձմեռային 9-ն է։ Հեսա մի հատ ստեղ կա դրած, մի հատ ստեղ կա դրած։ Ամառային անվա դողերի մետքեքը մի քիչ ավելի խորն են, տեսեք, այ հես են իրանք, ինչը անհամեմատ ավելի ցածր է, քան ձմեռայինի մոտ ու ամառայինը եթե մաշվեց հասավ այս գծերին, կրկին ենթակա է փոխելու։ Հաջորդ կարևոր պարամետրը, որը վերաբերվում է անվահեծերին, այդ ետե ասածն է, որին կրկին շատերը ուշադրություն չեն դարձնում, էլի ցանկացած անվահեծի հետևը, այսպես մի հատ թիվ կա գրած, տեսեք, օրինակ ստեղ գրած է ԵՏ 30։ Ինչ է սա նշանակում։ Այս թիվը ցույց է տալիս, թե այս հատվածը, որը նստում է ձեր ցապկի վրա, ձեր անվահեծի կենտրոնից ինչքան է դեպի դուրս։ Այսինքն, այս ԵՏ-ի թիվը ինչքան ցածր է, այդքան ձեր անվահեծը ավելի դուրս է նստում։ Ինչքան ԵՏ-ի թիվը բարձր է, այդքան անվահեծը խորն է նստում։ Այն մեկ-մեկ տեսած կլնեք, այսպես դուրս թռած ակերով որ քշում են։ Որ sense կողքից նայում ես, անվահեծը այստեղ է հասած, դա ԵՏ-ի թիվը շատ ցածր է, հավասար է 0-ին, նույնիսկ մինուսով է սկսվում, այսինքն -10, -20, ու այդ դեպքում այս հատվածը սենց ավելի հետ է գալիս, այսինքն ձեր անվահեծի այս կենտրոնը ոնց որ 0-ն է, -10-ը գալի կանգնում է այստեղ, ու բնականաբար ձեր ցապկի դիրքը նույնը մնալով, եթե այս մասը հասնում է այստեղ, ակը կանգնում է դուրս։ Իհարկե, որպեսզի անվահեծերը դուրս կանգնեն, դրա համար գոյություն ունեն պրաստավկեք, տենց են խոսակցականով իրանց ասում, դրանք տափակ մետաղից շայբաներ են տարբեր լայնքով, 1 սանտիմետր, 2 սանտիմետր, ու դրանք տեղադրելով կարաք անվահեծերը հանեք դեպի դուս։ Բայց ես այդ տարբերակը չեմ դիտարկում, ըստ ինձ դա ապահով չի, ու շուտ է շարքից հանում ստուպիցայի պատշիպնիկը։ Շատերին այդ տեսքը դուր է գալիս, բայց տեխնիկապես ինքը շատ վտանգավոր հատկություն ունի։ Ձեր մեքենան, երբ որ քշում եք փոսերի վրա ու սենց ակերը սենց թպրտում են, ձեր այսպես ասած ցապկի պաչեմնիկի վրա նագրուսկեն սխալ է անգնում։ Այսինքն սենց անկյունով դեպի ներս է խփում ու խախտվում է ուժի ազդեցության կենտրոնը, ինչի հաշվին շատ շուտ դուրս է գալիս ձեր ցապկի պաչեմնիկը։ Իսկ ցապկի պաչեմնիկը, երբ որ վնասվում է, սկզբից դուք անդուր գվոց եք լսում, հետո այդ գվոցը սկսում է քիչ-քիչ շատանալ, ու եթե տենց թողեք, շատ վատ բան տեղի կունենա։ Դրա համար է կարևոր, որ դուք շատ ճիշտ ետեով ընտրեք ձեր անվահեծը։ Ես հեսա վերջում ցույց կտամ, որ ամեն մեկը ըստ ձեր մեքենայի տեսնեք, թե ինչ լայնքով է տալիս անվահեծերը ձեր մեքենայի համար եւ ինչ ետեներով։ Ու բացի դրանից տեղ այս չափն է շատ կարևոր, այս կարևոր է նրա համար, երբ որ անվահեծը տեղադրում եք ձեր մեքենայի վրա, ինքը նստի կենտրոնով ու բոլտերը ձգելուց կենտրոնից խախտված չնստի։ Իրականում այս բոլտերն են պահում ձեր ակը կենտրոնում, բայց եթե մի քիչ սխալ ձգեք, այսինքն եթե այս կենտրոնի հատվածը քիփ չնստի, մի քիչ արանք ունենա ու բոլտերն էլ անհավասար ձգեք, ունենալու եք բալանսի ծնգած ակեր, որ արագության տակ թափ է տալու։ Թեորիապես հնարավոր է այս անցքը մի քիչ մեծ լինելով այնպես ճիշտ ձգել բոլտերով, որպեսզի խաղ չունենա, բայց ամեն դեպքում ճիշտ է, որ այս էլ համապատասխանի ձեր ցապկին։ Եթե ոչ օրիգինալ անվահեծեր եք գնում, ստեղ լինում է փոքր է լինում, տաշել եք տալիս ձեր ակին համապատասխան կամ հակառակը մեծ է լինում ու շայբա եք տաշում, հագցնում եք ստե, որ այնտեղ նորմալ կենտրոնով նստի։ Բացի դրանից նաև ասեմ, որ եթե ետեն խախտված է լինում, հնարավոր է ակը ուղակի չմտնի ձեր մեքենայի տակ, կպնի այս հատվածներին կամ ասենք ձեր տորմուզի սուփրտներին կպնի, եթե շատ խորն է նստում։ Նենց չի, մենակ տեսքն է լինում դուրս ու ներս նստելը, նաև ստեղ է լիքը բան կարա կպնի, խանգարի եւ այլն եւ այլն։ Այդ ետեներին շատ մեծ ուշադրություն է պետք դարձնել։ Իրանք համ տեսքի վրա են ազդում, համ ձեր ցապկի պաչեմնիկի երկար աշխատելուն ու առհասարակ կարող է չհագնեն տեղը։ Ինչ վերաբերվում թե ակերի օդը ինչ ձև է պետք փչել, ստեղ ձեր մեքենաների վրա որոշ տեղեր այս հատվածում է գրած, ինձ մոտ օրինակ ստեղ է գրած է համ ձեր գործարանային անվադողերի ու անվահեծերի չափերը, անվադող կամ անվահեծ գնելուց անպայման պետք է ստեղ նայել, թե ինչ չափեր է ձեր մեքենայի համար նախատեսած, նաև ստեղ գրած է ամեն չափի համար, թե ինչքան պետք է փչած լինի ձեր անվադողերի օդերը։ Ստեղ համ բառով է գրած, համ փսիով է գրած, այդ չափման միավորներն են։ Օրինակ տեսեք, իմ համար երկու չափի համարել 235-55-19 եւ 255-45-20-ին տալիս է 2.4 բառ։ Բայց հենց մի հատ կարևոր բան էլ է պետք իմանալ, որ եթե ձեր մեքենան կանգնած է հով տեղ ու եթե ձեր մոտ օրինակ փչած է 2.4 բառ, դրանից հետո երբ որ դուք երկար քշեք լավ տաքացած ասֆալտի վրա, այս 2.4-ը դառնալու է 2.6, կախված նրանից թե ինչքան է տատանումը լինելու սառը ու տաք ժամանակ։ Եթե ցերեկվա ու գիշերվա ջերմային տարբերությունը +-5 աստիճան է, ստեղ այդքան էական
փոփոխություն չի լինելու։ Բայց եթե օրինակ գիշերը 10 աստիճան է, իսկ ցերեկը 30, այսինքն 20 աստիճանի տարբերություն է, հիմնականում կարա 15 աստիճան լինի, այսինքն գիշերը լինի 20 աստիճան, ցերեկները 35, այդ ամառներն է հիմնական լինում ու ամենաշատ տատանումը հենց ամառներն է տալիս։ Մանավանդ եթե մեքենան կանգնած է լինում ավտոտնակում, որտեղ ջերմաստիճանը ասենք +15 է, հետո դուք գնում եք տաքացած ասֆալտով մայրուղիում քշում եք, նույնիսկ եթե դուրսը 35 աստիճան է, իմացեք այդ ասֆալտը ավելի տաք է, քան 35, կարա 50 աստիճան տաք լինի, ու եթե ավտոտնակում ձեր մոտ ասենք փչել եք 2.4, տաք ասֆալտին քշելու ժամանակ կարող է զարմանաք ու տեսնեք, որ 2.7 կամ 2.8 է, ինչի հաշվին մեքենան շատ չոր է դառնալու։ Դրա համար ես խորհուրդ չեմ տալիս հատկապես ամառները փչել ձեր անվադողերը այն թիվը, որը գրած է ձեր դռան վրա։ Կոպիտ ասած իմ մոտ ստեղ գրած է 2.4, բայց ես ամառները հով ժամանակ շատ կարևոր է, որ դուք տանեք հով ժամանակ։ Փչում եմ 2.2 կամ 2.3, որպեսզի տաք ասֆալտի վրան գա հասնի, ասենք 2.5 ոչ ավել։ Ու առհասարակ Հայաստանի քանդուքարապ ճանապարհներին ընդհանուր առմամբ ստեղ ինչ դռան վրա գրած է, ես դրանից մի նիշ ցածր եմ փչում։ Եթե գրած է 2.3, ես փչում եմ 2.2, եթե գրած է 2.4, ես փչում եմ 2.3։ Այս ինչ վերաբերվում էր օթերին։ Եվ հիմա խոսամ առհասարակ ակերի բալանսավորումից, ստեղ էլ մենք հայկական իրականության մեջ ունենք խնդիրներ։ Նախ սկզբից ասեմ, որ ցանկացած անվադողի վրա սենց երկու հատ կետ գոյություն ունի, մեկը դեղին, մեկը կարմիր, դրանք ցույց են տալիս անվադողի ծանր ու թեթև հատվածները, ու արհեստավորները, երբ որ անվադողը տեղադրում են անվահեծի վրա, որպես օրենք պիպկայի մոտ դնում են դեղինը, այսինքն թեթև հատվածը, անվահեծեր արտադրողները տենց են ասում, որ պիպկեն միշտ դնում են անվահեծի ծանր կողմում, այսինքն ծանր թեթև, սենց ստացվում է իրար հետ մի գծի վրա են, բայց ոչ բոլոր դեպքերում է լինում, որ այս ամեն ինչը ճիշտ է աշխատում, ու երբ որ սենց տեղադրում են մի հատ ֆռաստում են իրանց ապարատի վրա, այնտեղ ինչ որ շեղումներ է ցույց տալի, ինչը կարգավորվում են այս գրուզիկներով, ու շատ անգամ իրանք ալարում են կրկնակի գործողություն անեն, ու ինչ ցույց է տալիս, այտենց սկսում են շարում են 80 գրամ, 90 գրամ, այդ ասեմ ձեզ, որ բավականին շատ է։ Եթե ուզում եք իմանաք, նորման պետքա 50 գրամից ավել շեղում չտա։ Եթե տալիս է 70-80 շեղում, պետքա ակ տեղադրողին խնդրեք, որ ինքը քանդի անվադողը անվահեծի վրա, ասենց պտտասնի, ասենք եթե սկզբում հավաքել էր, որ դեղին կետը ստեղ է, թող ֆռաստի դեղին կետը ստեղ դնի կամ հակառակ կողմը։ Ու նորից դնի բալանսի մեքենայի վրա, չափի, ու դուք կարաք տեսնեք, որ 80 գրամը վերածվեց, ասենք 40-ի։ Իդեալականը այն է, որ մի երկու անգամ քանդում հավաքում են ու նենց են բռնացնում անվահեծը անվադողի հետ, որ կանգնում է մինիմալ շեղումով ու ստեղ շատ քիչ գրուզիկներ եք ունենում։ Իրականում եթե 50-60 շեղում է ու այս գրուզիկներով իրանք դնում են, մեքենան ցանկացած արագության վրա խնդիր չի տալիս։ Բայց եթե ինչ-ինչ պատճառներով էսի թռավ ձեր անվահեծի վրայից, չգիտեմ, մոյկայից կլինի, թե ժամանակի ընթացքում կլինի, դուք ունենալու եք ստեղ լիքը վիբրացիա, որը ազդելու է ձեր սախ խադավոյի վրա։ Օրինակ այս դեպքում մի քիչ ալարել են, ստեղ 60 գրամ է, կարային մի քիչ շեղեին այս կոմենկոմ ու ստեղ ոնց որ 60-ի տեղը 40 դրած լինի։ Օրինակ այս մեկը տեսեք չեն ալարել ու մի քանի անգամ քանդել անվադողը վրան պտտել նորից են դրել, ինչի հաշվի ստեղ ընդամենը 15 գրամ ավելացրած։ Իսկ ով միջև այս պահը նայեց, հիմա ցույց կտամ իմ խոստացած բոնուսը կապված անվադողերի եւ անվահեծերի հետ։ Ուրեմն գոյություն ունի sense մի հատ կայք wellsize.com։ Ստեղ կարաք կոնկրետ ընտրեք ձեր մեքենան, ասենք, չգիտեմ, ինչ որ Toyota, ստեղ դնում եք ձեր մեքենայի տարեթիվը, ասենք 17 թիվ, ու մոդելը, ինչ մոդել է, ասենք Corolla։ Ստեղ բերում եմ միանգամից շարժիչներով տարբերակը, ասենք ընտրում ենք սա, ու ստեղ գալիս է միանգամից ցույց է տալիս, թե ինչ գործարանային չափսեր է տված ձեր մեքենայի համար։ Ստեղ տեսնում ենք տված է 15 դյույմ, 16 դյույմ, 17 դյույմ, ու սաղ չափերը գրած է SON-ները, սրանք գործարանային նախատեսված չափերն են։ Սենց մի քիչ մեծացնեմ։ Տեսեք, ստեղ տված է բանտաժի չափերը, այդ իմ ասած G-երը, տեսեք, 15 դյույմին տված է 6G 15 դյույմ, 16-ինը 6.5 16, 17-ինը 7G 17 ու կողքը ետեներն է գրած, թե ինչքան դուրս կամ ներս պետքա կանգնի։ 15 դյույմի համար ետեն 33, ստեղ 39, 39, ու ստեղ ցույց է տված առհասարակ, եթե դուք ոչ գործարանային ակ եք դնում, թե ինչքանից ինչքան ետենա թույլատրելի։ Օրինակ 17 դյույմի համար պետքա ետեն լինի 37-ից մինչև 41։ Նաև ստեղ ամեն չափի համար տված է, թե ինչքան բար պետքա փչած լինի
ակը։ Բացի դրանից այդտեղ տված է թե ինչ բոլտերի չափերով է ձեր մեքենայի անվահեծերը, 500, այս շատ կարևոր ինֆորմացիա է։ Այս կենտրոնի անցքի չափն է 54.1 մմ։ Ու նաև այս կայքում դուք կարաք սենց մի հատ բան անեք։ Եթե արդեն գիտեք ինչ չափեր է գործարանային նախատեսված, կարաք ստեղ այդ չափերը դնեք, օրինակ ես հիմա իմն եմ հիշում 255, 45, 20, լայնքը 8.5, 33 էլ ետեն։ Ոստեղ դուք միանգամից տեսնում եք, թե ինչ չափա կանգնելու, ասենք, ձեր անվադողերը։ 115 մմ բարձրություն ունի անվադողը։ Եթե ստեղ ինչ-որ չափ ուզում եք խախտեք, կարաք նայեք, օրինակ կողքը կարաք դնեք ու համեմատեք ինչ տարբերություններ է տալու, այսինքն եթե դնենք 235, օրինակ 50, էլի 20 դյույմի վրա, սա թողենք նույնը, էս էլ նույնը։ Ստեղ մենք կտեսնենք, որ ընդհանուր ակի բարձրությունը գործարանային պետքա լինի 738 մմ, բայց այս չափով գալիս է 743 մմ, այսինքն 5 մմ-ի տարբերություն է ու սենց ակ կարաք օգտագործեք։ Իհարկե չգիտեմ ինչի համար է պետք սենց խախտումներ անել, բացի նրանից որ տեղ կարա անից, ստեղ զուտ մեքենայի կառավարելիության վրա է ազդում այս ամեն ինչը։ Հա, մեկ էլ էս ետեների աշխատանքը ստեղ լավ կարաք հասկանաք, օրինակ եթե տեսեք դնեք 0, էսա տեսեք ընդհանուր բանտաժի լենքի կենտրոնով է գալիս ու ձեր ակը դուրս է կանգնելու։ Ճիշտ է, ստեղ ընթացքային մասն է ներս գնում, բայց իրականում էսի չի շարժվում, այլ ակն է դուրս ու ներս անում։ Եթե ստեղ հիմա շատացնենք ետեն, տեսեք սենց լրիվ ակը խորն է գնում։ Քիչ հետեի դեպքում սենց է կանգնում։ Ստեղ եթե ինչ-որ չափ փոխեք, կարաք միանգամից տեսնեք քանի միլիմետր կամ սանտիմետր է կանգնում այս ձեր անվադողի բարձրությունը։ Մի խոսքով, հանգիստ ստեղից կարաք ընտրեք ձեր մեքենայի մոդելը, նայեք գործարանային չափերը, եթե ինչ-որ բան ուզում եք խախտեք, տեսնեք ինչն է թույլատրելի, ինչը չէ։ Ինչևէ, այսօր այսքանն է ուզում ձեզ պատմեի կապված անվահեծերի եւ անվադողերի հետ։ Միշտ հիշեք, որ անվադողերը այդ մեքենայի ամենակարևոր մասերից մեկն է։ Օրինակ իմ համար երկու կարևոր բան կա մեքենայում։ Մեկը էդի արգելակման ոտնակն է, ու առհասարակ արգելակման սիստեման, որը պետքա լինի իդեալական, եւ անվադողերը, որտեվ անվադողերը էդի էնա, ինչը ձեր մեքենան շփվում է հատակի հետ։ Եթե իրանք մաշված են, անորակ են, այդ ձեր սաղ հզորություն, իմաստը կորցնում է, որտեվ դուք կարաք սղաք ու գնաք խփեք ու սաղ ջարդ ու փշուր անեք։ Դրա համար ինչ-ինչ անվադողերի վրա գումար պետք չի խնայել ու հնարավորինս խուսափեք երկրորդական շուկայի կիսամաշ բեու անվադողերից։ Ավելի լավ է գնեք չինական նոր անվադողեր, քան մի 10 տարեկան ինչ-որ կոնտինենտալներ ու միշլեններ։ Ձեզ անփորձանք երթևեկություն առայժմ։